Փարքնեժդեհին Պուտինի եպած բորշը աչքից Ալիևը Նիկոլը ինքը նաև Էրդողանը պիտի ուտեն իրենք դայփել էին աշխարհի համար, բայց ոնց տեսնում ենք կարողացանք մեզ հաջողվեց աշխարհի ուշադրությունը սևեռել հայոց եկեղեցու դեմ հալածանքներին ոչ թե Գարեգին բն իրենց հետ է Գարեգին ներսից, սրանք դրսից պայմանավորված եկեղեցուն քանդում են։ Ես այդ տեսակետին եմ։ Փաշազադեի անհանգստությունը, որ աշխարհը մեղադրում է կամ ուշադրությունը սևեռել է Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության հանդեպ եկեղեցու, Փաշազադեի այդ անհանգստությունը զգացնել տվեց։ Եվ սա մի տեսակ վառվելու կամ բացահայտվելու նաև հերթական։ Մեր համար բացահայտ էր, որ դա Փաշազադեի պատվերն է կամ թուրքական կողմի կամ ռուսական կողմի համատեղ ծնկի բրել հայ եկեղեցին, որ այդ սփյուռքի հետ համայն հայության միավորող միակ օջախն է։ Որ ամեն հայ դառնա, ոնց որ ասում են Նուրին ու Բարդին, ամեն մարդ իր դարդին, այդ տարբերակին սկսեն աշխատել, որ մի օր Գեղարքունիք վերցնեն, մի օր Սյունիք վերցնեն, Շիրակ վերցնեն, ոչ մեկ չխառնվի, չէ՞։ Հիմա նման մարդիկ կան, չէ՞, որ ասում են դե հա բա Արցախը տայինք, որ մենք լավ ապրենք, էլ չի մտածում, չէ՞, ախր Արցախում մարդը գերեզման է թողել եկել է։ Զավակի գերեզման, ծնողի գերեզման, ամուսնու, կնոջ, հասկանում եք։ Էլ հələ տուն տեղը չասեմ։ Ասենք հեշտ նստած է Գեղարքունիքում, ասենք, օրինակի համար եմ ասում։ Նստել է, ասում է դե հա բա խաղաղություն է, թող տանք, խաղաղ ապրենք, ում հաշվին ես խաղաղ ապրում, ում վշտի հաշվին։ Հայ մարդ։ Դու ոնց կարող ես, դե պատկերացրա Գեղարքունիքն էին տվել, Արցախը պահել էին, այդ ապուպաբերիդ, երեխեքի, ծնողի, չգիտեմ, գերեզմանը թողեիր գնայիր, գիշերը ոնց էիր քնելու։ Դուք ինչու եք ձեր այդ մորթին փրկելու համար օտարի վիշտը վաճառքի հանում։ Յուրաքանչյուրը մի պահ մտեք Արցախահայի մաշկի մեջ, կաշվի մեջ։ Ու զգացեք, որ դուք թողել եք այնտեղ տուն, հարստություն, հիշողություն, գենետիկ կապ եւ սրբություն։ Մայրը գնում էր իր զավակի գերեզմանին, իր հերոս որդը ով զոհվել է, գոնե սիրտը դատարկում գալիս էր, հիմի ուր գնա։ Հələ մերել թաղել էին, մխիթ հարվում էր, հիմա անգամ գերեզմանն է գերեվարության մեջ։ Արցախահային, եթե չեք հասկանում, ժողովուրդ, դուք արժանանալու եք Արցախահայի ճակատագրին։ Եթե դուք Արցախը օտարեցիք ձեզանից, դուք արժանանալու եք Արցախահայի ճակատագրին։ Ձեզ էլ են այդ օրը գցելու, ոչ մեկ չի զբաղվելու ձեզանով, չի հետաքրքրվելու։ Սա ուղղակի հիշեցնեմ, որ այն մարդիկ, ովքեր մտածում են, դե հա բա Արցախը բան է, իրենց թվում է թե մի սարի քյալլա էր, քարափ էր, էլի ուղղակի նենց Նիկոլի ասած սարի գլուխ էր, տվեցին պրծան։ Այնտեղ սրբություններ կան, ունեցված կա, արժանապատվություն կա, հիշեք։ Եվ աշխարհը երբ որ սևեռվում է արդեն Նիկոլի այս վարած քաղաքականության, դե Նիկոլը սկսեց բան քայլ անել դեպի եկեղեցի, այս երկու օրը, չէ, նամակներ, բաներ, ծանցագրել են ուղարկում, ճիշտ է, տերդերներին կանչում են, ում պետք է փակում են, ում պետք չի դուս են։ Այսինքն Պուտինի ասած վերբովկա են անում, ինքը ռուսերեն բառը, չէ, դարձնում են իրենցով, էլի վերբովկա են անում, ասում են որ Պուտինը այդ Յուրի Շվեցն է ասում, ինքն էլ է Պուտինի հետ նույն համացանցում են աշխատել խորհրդային միության տարիներին եւ ասում է ինքը վերբովշիկ էր աշխատում։ Մարդկանց համոզող, խափող, գցող, բերող բանը, ենթարկեցնող, հա, համաձայնություն գործող։ Բայց աշխարհը այդպես չի աշխատում։ Այդպես աշխատում է ռուսական, թուրքական աշխարհը։ Վախեցնելով, խափելով, տիրանալ։ Վախեցնել, գցել, տիրանալ։ Հետո պարզի, որ դու թողել փախել ես։ Փաշազադեի այս անհանգստությունը հարված է գնալու դեպի, այսինքն երբ որ աշխարհը կենտրոնանում է հայոց եկեղեցի վրա, նաև աղմուկը, որ կողքից Փաշազադեն բարձրացնում է Հայաստանից էլ համապատասխան հայրենասեր քաղաքական թիմերը, ովքեր մտահոգ են իսկապես եկեղեցու հանդեպ, ոչ թե Գարեգին բեի
հա, չասեմ էլ ով ինչով է զբաղված։ Այդ ուշադրությունը նաև պատճառների վրա են հետ բան սևեռել տալու աշխարհին, ասում են, «Էս ինչ մարդն է ասում, էս ինչ պետությունն է անում»։ Եվ այս վերջի այցելությունները, այս վերջի ցորենի տանել բերելը Ամերիկայում հարցեր են առաջացել։ Եթե դուք կարող եք առանց որևէ մեկի միջնորդության մեկը մյուսի տարածքով ապրանք տանեք բերեք, այս ինչ միջանցքի խաղ էիք խաղում։ Չնայած Ամերիկան վաղուց գիտեր դա խաղ է եւ դրա համար թաթը դրել է վրան։ Որովհետեւ այդ խաղը, եթե ինքը թաթը չդներ վրան, համի վաղուց արդեն Ալիևը մտել էր, սկսել էր գծերը սարքելը։ Հենց հիմա Ալիևն արդեն մեղրիով իր ճամփեքը սարքում է, Թուրքիան էլ այն կողմից։ Երկուսով էլ սարքել, եկել հասել են այդտեղ։ Հասկանում եք, չէ՞։ Բայց բանից բարձրն է, որ այդ միջանցքի կարիքը չկա։ Այն էլ անենց միջանցք, որ Ալիևն ասում է, պետք է հայ երես չտենանք։ Ու հանգարց բարձրաձայնվում է, որ ցորեն եկավ բանով, Ադրբեջանով դեպի Հայաստան։ Չէ՞։ Հարց առաջան, բայց մի րոպե։ Իրենք գիտեն դա։ Բայց դիվանագիտությունն է պահանջում, որ բարձրաձայնեն։ Այսինքն Պուտինը ուզեցավ ասի արևմուտքին, որ այս տարածաշրջանը իմն է։ Ես երբ ասեմ հայեր դուք ադրբեջանցիների եղբայրն եք, իրենք պետք է եղբայրանան։ Երբ ասեմ թշնամի եք, պետք է թշնամանան։ Այսինքն այդ ժողովուրդը չեն որոշում, Պուտինն է որոշում։ Դրա փաստ հենց խորհրդային միությունը, չէ՞, մինչև խորհրդային միություն պատերազմ էր, խորհրդային միությունը ստիպեցին մարդկանց կոտորելով, ջարդելով, սիբիրներ քշելով, ով որ անդիմանում էր, ով չէր ուզում Թուրքին աղբեր համարել, բան, կոտորեցին, քշեցին սիբիրները, զորով Թուրքիա աղբերացրին։ Բայց Սումգայիթը հերթական անգամ եկավ ապացուցեց, որ Թուրքից աղբեր չի ստացվում։ Հերթական անգամ Սումգայիթը համոզեց դա մեզ, որ անգամ 70 տարի, երբ որ դու կապը վզիտ Թուրքին աղբեր ես համարել, գալիս է մի բան, որ Թուրքը նորից երբ որ բացես թողում իր կապերը, ինքը հիշում է, որ ինքը պետք է արունդ խմի։ Ինչը չի թաքցնում Ալիևը հենց հիմա։ Ինքը չի թաքցնում։ Արևմտյան Ադրբեջան թեզը դա մեր կործանման թեզն է, որը ձևավորվեց Նիկոլի իշխանության օրոք, որը հիմնավորվեց Նիկոլի հետ համատեղ Ալիևի այս բանակցությունների, չգիտեմ, եսի ինչերի արդյունքում։ Եվ այս բոլոր կապերը արդեն Պուտինն էլ իր հերթին արդեն զգացնել տվեց, որ այստեղ ասողը ես եմ, հիմա պետքարտուղարի օգնականի այցը, հասկանում եք, ձենը հետո կլսենք։ Պարսկաստանի իրարանցումը ձենը հետո կլսենք։ Շուտով Վրաստանից էլ մի աղմուկ կգա։ Իրենք բացահայտ էփեցին մի ճաշ, որ կերցնեն աշխարհին չկարողացան։ Այսինքն միջև մի չեն կարողացել։ Այսինքն մենք անհանգստացած ենք, մենք այն ինչ որ մենք տիրապետում ենք, այս ռուս-թուրքական խաղի, մենք անընդհատ ասում ենք, դե ասենք հանրապետական ու դաշնակները ռուս-թուրքական խաղ չեն անվանում։ Նրանք ռուսներին ու թուրքերին թշնամի են համարում։ Բայց իրականում Մոսկվայի պայմանագրի մեջ անվերապահ եղբայրության մասին տող կա գրած։ Ինչքան էլ դաշնակն ու հանրապետականն ու չգիտեմ բարգավաճն ու ես ինչ է դա թաքցնի, այդ պայմանագրի մեջ դա այդ կետը գրված է այդպես։ Անվերապահ եղբայրության մասին։ Այն որ ասում ենք ով որ ռուսին աջակցում է, դա նույն թուրքին է աջակցում, դա հենց այնպես չենք ասում։ Եվ մեր անհանգստությունն է, որ աշխարհը կարող է այս խաղը չհասկանա։ Բայց ինչու պետք է չհասկանա, եթե Ամերիկայում հասկանում եք ինստիտուտ է աշխատում այդ վերլուծելու համար, էլի, ասենք Ռուսաստանը չէ, որ Պուտինը նստի որոշի ու մեկ հոգու սխալվելու բան հավանականությունը մեծ է, շատ մեծ է, իսկ երբ որ ինստիտուտ է աշխատում, ոչ թե 5 հոգի, ոչ թե 4 հոգի, հարյուրավոր մարդիկ են մտածում, այդ բոլորի միտքը բերվում, բան է արվում, ծնվում է անբեկանելի ճիշտ քայլ։ Ես չգիտեմ, տոկոսներ չեմ սիրում, ասենք արտաբերել, չնչին սխալներով կարող է դա տեղ ունենալ։ Հասկանում եք։ Իսկ երբ որ մի բան Պուտինն է որոշում կամ Ալիևն է որոշում, այն էլ ընդեղ է միազնյա որոշում։ Այս Նիկոլն էլ ստեղ է ուզում միազնյա որոշի։ Դրանք չեն կարող հաղթել, որովհետև մի հոգու սխալվելու հավանականությունը սարսափելի մեծ է։ Նույնիսկ 100% կարող է լինել։ Եթե սխալ ես 100% սխալ ես։ Իսկ
երբ որ ինստիտուտ է աշխատում, մեկը սխալ է, մեկը ճիշտ է, մեկը, չգիտեմ, չեզոք է, մեկը էս է, եւ հանրագումար է տեղի ունենում, դուրս է բերվում միջինը։ Այս ճաշը մնաց այդ 4-ի վզին։ Վզին չէ, կոկորդին։ Եվ ասեմ, Բևերը իր ներդրումը ունի արևմուտքի լուսաբանման գործում, որ ուշադրություն են սևեռում, որ հասկանում են, եւ Բևերն է, որ հույս է տալիս արևմուտքում, որ Հայաստանում կա քաղաքական թիմ, որ Ռուսաստանին թշնամի է համարում։ Հասկանում եք։ Իսկ դա արդեն նշանակում է, որ այդ պետությանը կարելի է օգնել, այնտեղ կենթանի բջիջ կա, էլի այդ օրգանիզմից, կարանք հետ բերենք։ Սպասեք իրադարձությունների։ Եթե խոհեմ լինենք, ի օգուտ մեզ։ Եթե առանց Նիկոլ նոր տարին անցնենք, դեկտեմբերի 31-ին էլ Նիկոլ չլինի, Ռոբերտ չլինի, Սերժիկ չլինի, հավատացեք, կայծակնային արագությամբ մեր իրավիճակը դեպի լավը շուռ է գալու։ Հո եղեք։